Ողջույն բոլորին, այսուհետ իմ ալիքում դուք կգտնեք ապագայի մասին հետաքրքիր կանխատեսումներ։ Այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու Մեսինգի 2026 թվականի կարևոր ամսաթվի մասին նոր կանխատեսում, փետրվարի 26-ը կլինի պատմության մեջ ճեղքվածք։ Կարծում եմ ձեզանից շատերը գիտեն Մեսինգի մասին և նրա հայտնի 2026 թվականի վերաբերյալ մարգարեությունների մասին։ Այսպիսով եկեք միասին բացահայտենք, թե ինչ է ասել նա 2026 թվականի կարևոր օրվա մասին։ Մեջբերում եմ, ես տեսնում եմ մի աշխարհ, որտեղ մարդիկ նայում են փոքրիկ լուսավորվող էկրանների և դրանց միջոցով շփվում մոլորակի ցանկացած վայրի հետ։ Ես տեսնում եմ, թե ինչպես է տեղեկատվությունը փոխանցվում ավելի արագ, քան միտքը, ինչպես են մեքենաները սկսում մտածել մարդկանց պես։ Բայց միևնույն ժամանակ ես նաև մեծ վտանգ եմ տեսնում։ Մարդկությունը կդառնա իր սեփական գյուտերի ստրուկը։ Նա շարունակում է ասել, որ 2026 թվականին կմիավորվեն 3 ուժեր, դրանք կլինեն արծիվը, վիշապը և արջը, սակայն կա նաև 4-րդ ուժ, որը թաքցվում է ստվերում։ Այն փորձում է նրանց միմյանց դեմ հանել պատերազմի քաոսի մեջ աշխարհի վրա իր իշխանությունը հաստատելու համար, բայց ով է այդ 4-րդ ուժը։ Մեսինգը պատասխանում է, որ նրանք են, ովքեր ունեն ոսկի և տեղեկատվություն, նրանք են, ովքեր հայրենիք չունեն, բայց կառավարում են երկրներ։ Մեսինգն ասում էր, որ ոչ ոք չգիտի նրանց անունները, բայց նրանց որոշումները որոշվում են միլիարդավոր մարդկանց ճակատագրերի փոխարեն։ Խոսքը ինչ-որ գաղտնի համաշխարհային կառավարության մասին է եղել։ Խոսելով Հայաստանի մասին ասում է, այն մարդը, ով 2026 թվականին կկառավարի Հայաստանը, պատահաբար չի գա իշխանության։ Նրա ճանապարհը կսկսվի հենց Հայաստանը վերականգնելուց։ Ճանապարհը թաքնված կլինի նրա ազգանվան մեջ, և այս ճանապարհը Հայաստանին կտանի կամ դեպի մեծություն, կամ դեպի կործանում, երրորդ տարբերակ չկա։ Փետրվարի 26-ի մասին արձանագրության ամենախորհրդավոր մասը վերաբերում էր որոշակի ամսաթվի, այն է 2026 թվականի փետրվարի 26-ին։ Այս օրը տեղի կունենա մի իրադարձություն, որը կստիպի ամբողջ աշխարհին դողալ։ Ես տեսնում եմ կրակ, բայց անսովոր կրակ։ Ես տեսնում եմ լույս, որն ավելի պայծառ է, քան 1000 արևը։ Ես տեսնում եմ քաղաքներ, որոնք 3 վայրկյանում վերածվում են մոխրակույտի, բայց ես նաև տեսնում եմ մեկ այլ ուղի, ճանապարհ, որտեղ այս կրակը դառնում է անսահման էներգիայի աղբյուր, այլ ոչ թե մահվան։ Դուք խոսում եք միջուկային պատերազմի մասին։ Ես խոսում եմ ընտրության, պատմության մեջ ճեղքվածքի մասին։ 2026 թվականին մարդկությունը կհասնի անդարձելի կետի, և մեկ մարդ կկատարի ընտրություն։ Մարդիկ կվերականգնեն այն, ինչ ուրիշներն են ոչնչացրել, բայց 2026 թվականին մենք ստիպված կլինենք ընտրություն կատարել, որը կորոշի ամբողջ աշխարհի ճակատագիրը։ Եվ ես աղոթում եմ, որ մենք այդ ընտրությունը կատարենք իմաստուն կերպով։ Դե ինչ սիրելիներ, իսկ դուք ինչ եք կարծում այս ամենի մասին, կարող եք գրել ձեր կարծիքը մեկնաբանություններ բաժնում։ Շնորհակալություն ուշադրության համար։ Իհարկե, հիշեցնեմ, որ եթե դուք մինչև այժմ դեռ չեք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, ապա հենց այս պահին միացեք, որպեսզի բաց չթողնեք ապագայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը ամբողջ աշխարհից։ Մինչ նոր հանդիպում, բարին ընդ ձեզ։